Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր մեր ալիքում կրկին թեմու unboxing։ Դե ինչ եկեք սկսենք, քանի որ ես շատ անհամբեր եմ։ Եվ առաջի բանը, որ տեսնում եմ, այս չխոլներն են, որ ես պատվիրել եմ իմ հեռախոսի համար, եկեք բացենք տեսնենք։ Կարծես պրինտը շատ որակով է արված։ Նախորդ անգամ ճիշտ ասած պատվիրել էի քեյս, բայց շատ անօրանք էր պրինտը եւ հետ ուղարկեցի։ Իսկ այս անգամ կարծես ամեն բան լավ է։ Տեսեք, հեռախոսի վրա փորձած այստեղ նկարը կտեղադրեմ։ Վաու։ Այսպիսի սիլիկոնե քեյսերը շատ մոդայք են 2016 թվականին, բայց այս տեսակը ինձ շատ գերեց եւ ես որոշեցի այն պատվիրեմ 2026-ին։ Իր հետ ունի այսպիսի ջիբիցներ, շատ եմ հավանում, ես ինքս ունեմ քրոքսներ եւ կարծում եմ շատ լավ մեջին կարող եմ անել։ Անցնենք առաջ։ Հաջորդ փաթեթը որ տեսնում եմ, ու կարծես ես գուշակում եմ այստեղ ինչ է։ Այո, այստեղ դվոյկա է, շատ գեղեցիկ է։ Որակն էլ ճիշտ ասած շատ լավն է։ Այս վերջերս թեմուն ինձ սկսել է շատ զարմացնել իր որակով։ Սա էլ այսպես։ Բլուզը շատ գեղեցիկ է։ Այստեղ ինչ որ բացում եմ, այս կողմում նկարով կտեղադրեմ, թե ինչպես է այն լինում հագած վիճակում, որտեղ այստեղ մեծամասնությունը հագուստներ են։ Ես սա շատ հավանեցի կգնահատեմ 10-ից 8, հագնելուց հետո կարծում եմ երևի ավելի բարձր, որովհետև այստեղ բլուզը նայելով կարճ է, թեկուզ եւ շալվարը բարձր է, ինձ թվում է այդտեղ բացատված չի լինի ինձ վրա, որտեղ չեմ սիրում բացատվածով հագնվել։ Հաջորդ փաթեթը սա իմ բալիկի համար եմ պատվիրել, քանի որ մենք գնալ ենք ծով հանգստի, սա պատվիրել եմ, որ արևի ժամանակ դնենք, այս հետևի հատվածը վզի հատվածն է փակում, որպեսզի արևից չայրվի։ Այստեղ ներքևում ունենք կոչկելու հարմարանք, որ հնարավորինս ձիգ լինի, ու խեղտելու չափ չէ, բայց ձիգ լինի, որպես երեխան չհանի գլխարկը գլխից։ Էդի շատ մեծ պլյուս է։ Անցնենք առաջ։ Հաջորդ փաթեթը, քանի որ ինչպես արդեն ասեցի, գնալ ենք ծով հանգստի։ Ծովի հանգստի համար պատվիրել եմ ծովային տապաչկաներ։ Որակը չի ասի, թե շատ լավն է, բայց ծովի 7-օրյա հանգստի համար պայծյոտ գնահատեմ 10-ից 7 այս մատերիալի որակի համար, բայց ինքը լավն է։ Այստեղ նաև հագած տարբերակը կլինի։ Անցնենք առաջ։ Ճիշտ ասած փաթեթները շատ են, ուզում արագ բացել, որ հասցնենք մեկ վիդեո հոլովակի ընթացքում։ Շատ սիրուն է, գույնը այնքան անուշ, շատ լավն է որակը, այն գնահատում եմ 10-ից 9, այստեղ էլի նկարով կլինի ինչպես է այն լինում հագած։ Հաջորդը շատ եմ սպասել այս շալվարին։ Գուցե տեսած լինեք, շատ թրենդային են այսպիսի շալվարները հիմա։ Այստեղ էլի նկարով կլինի, որ ավելի պարզ հասկանաք ինչ շալվարի մասին է խոսքը, կարծում եմ ինձ վրա այն կլինի։ Սա էլ է լավ որակը, գնահատում եմ 10-ից 10։ Անցնենք առաջ։ Հաջորդը ինչ է մեզ մոտ, տաբատն է, սրա որակը եւս շատ լավն է։ Իրականում շատ եմ զարմանում եւ թեմուից գալիս են այսպիսի որակյալ եւ մատչելի հագուստներ, թեկուզ որ չի ասի, թե շատ էժան է եղել այս հագուստը, բայց իր որակի համար գերազանց գին է։ Շատ գեղեցիկ է, այստեղ էլի նկարով կդնեմ ինչպես է այն հագած վիճակում։ Անցնենք առաջ։ Ինչպես հասկանում եք, ինձ մոտ պահարանի թարմացում է եղել ամառային։ Վաու, սա էլ է շատ գեղեցիկ, կարծում եմ հագած եւս գեղեցիկ կլինի, այնքան ինչքան որ այսպես է, շատ սիրուն է, սա իմ սպիտակ միակ շորն է, որ պատվիրել եմ իրականում, անցնենք առաջ,
Ու սա եւս շատ գեղեցիկ է, ինձ շատ է դուր գալիս։ Էլի որակների մասին խոսք չկա, որը որ որակը վատքի անկեղծ կասեմ, բայց եկնում շատ լավն են։ Շատ գեղեցիկ են։ Սա եւս գնահատում 10-ից 10։ Աղջիկներ, եթե այստեղից ինչ-որ բան հավանում եք, կոմենտներում գրեք եւ ես ձեզ կտամ արտիկուլը։ Անցնենք առաջ։ Ու սրան եւս շատ եմ սպասել։ Այսպես պահելով կարող է շատ լավ չերևալ, բայց այստեղ նկարով կտեղադրեմ հագած ինչպես է, որպեսզի պարզ երևա, շատ գեղեցիկ է, որակն էլ էլի լավն է, գնահատում եմ 10-ից 10, հիմա կասեք ամեն բան 10-ից 10 գնահատեցիք, բայց դե ինչ անեմ, եթե լավն է, ինչպես չգնահատեմ։ Սա եւս ծովային հանգստի համար եմ պատվիրել։ Ծովափ գնալուց իր մեջ ինչ որ ծովափնյա իրեր դնելու համար կարծում եմ հարմար կլինի։ Եվ մեր այսօրվա վերջին փաթեթը։ Խնդրում եմ, որ վերջինն եք բացում։ Թեկուզ որ ես ունեմ եւս մեկ փաթեթ պատվիրած, որը մոտակա 2 օրվա ընթացքում կհասնի, դա եւս միասին unboxing կանենք։ Իսկ սա այսպեսի գեղեցիկ շապիկ է։ Հակաս տարբերակը եւս այստեղ կդնեմ։ Սա որակն էլ նրանց պես շատ լավը չի, բայց էլի շատ լավն է։ Սա եւս կգնահատեմ 10-ից 9, որովհետեւ ինչպես արդեն ասի, որակը շատ նրանց պես լավը չէր։ Դե ինչ, այսքանն էր մեր այսօրվա unboxing-ի հոլովակը։ Մի քանի օրից սպասեք նոր unboxing-ի, քանի որ ես սպասում եմ եւս մեկ փաթեթի, եւ եթե ուզում եք իմ ծովային հանգստից հոլովակներ հետաքրքիր, ուրեմն կոմենտներում գրեք դրա մասին։